Ես ասում եմ այդ ճանապարհը D30-ից մինչև այն ինչ որ մենք հիմա ունենք։ Ընդ որում այդ ընկալում է D30, 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 բայց հասկանում եք, այս ընկալման մեջ անդադ ինչ որ սխալ բան կա, բայց մենք հիմա չենք հրաժարվել D30-ից։ Ցավոք սրտի, բանակում այս իրավիճակի դեմ խուլ դժգոհության որևէ նկատելի ազդակ չկա։ Իհարկե, միջին եւ ցածր սպայակազմի հետ հանդիպումներում նրանք մշտապես դժգոհություններ են արտահայտում, բայց վերնախավն ինչ որ կերպ հարմարվել է այս վարչախմբի օրակարգին եւ ամեն ինչ անում է այն սպասարկելու համար։ Դժվար է ասել ովքեր են հուշում Նիկոլ Փաշինյանին, բայց նա ամեն ինչ անում է բանակի հրամկազմին իրեն հլու հնազանդ կամակատար դարձնելու համար եւ դեմ է գնում անգամ զինված ուժերի գլխավոր շտաբի սահմանադրական կարգավիճակին եւ առաքելությանը։ Այն ինչ ասում են գլխավոր շտաբի պետը կամ նախարար Պապիկյանը, բանակի հետ առնչություն չունեցող գաղափարներ են։ Երբ հիշում ենք նույնիսկ դեռևս չկայացած բանակը 1992-94 թվականներին, երբ նոր ենք անկախություն ձեռք բերել, մեծ ոգևորություն կար։ Օրինակ Մանվել Գրիգորյանն արդեն 1988-89 թվականներին Համլետ Նահատակյանի ջոկատից էր Հադրութի շրջանում, երբ դեռ խորհրդային իշխանության տարիներն էին։ Մանվելի մեջ սարսափելի ոգևորություն կար, եւ տղաներն ամեն ինչ սովորում էին կոնկրետ գործողության մեջ։ Ավելի ուշ դրանք կարողացան ներդնել պատերազմական գործողություններում եւ փառահեղ հաղթանակ տանել։ Հետագայում շատերը սկսեցին շահարկումներ անել, բայց այդ տղաներից որևէ մեկն ուսադիրի ակնկալիք չուներ։ Ցավոք սրտի, հետագայում քաղաքական գործընթացները հանգեցրին դրան, բայց այդ տղաները միևնույն է մնացին հայրենիք պաշտպանող, ազատագրող, հայրենիքի համար մեռնելու պատրաստ։ Մի կադր կա ՆԱՏՕ-ի մի միջոցառումից, երբ հնչում է Թուրքիայի հիմնը եւ Մանվել Գրիգորյանը ցուցադրաբար թողնում ու դուրս է գալիս։ Նա գիտեր, որ դրա համար իրեն կարող են պատժել։ Նույնիսկ 2008 թվականի դեպքերն ինչ որ բան ասում են։ Իհարկե, այդտեղ այդ կարգի մարդկանց փորձում են խառնվել նաև այն տականքները, որոնք այսօր էլ գոյություն ունեն։ Գեներալ լեյտենանտի ուսադիրներով էլ նստած են ազգային ժողովում, բայց դրանք ասֆալտի գեներալներ են եւ որևէ մարտական գործողության չեն մասնակցել։ Իհարկե, նրանք ինչ որ բաներ են պատմում շրջապատին, որոնք նույնպես չեն եղել այդտեղ, բայց բոլորը գիտեն, որ գործողություններին մասնակցել եւ դրանք կառավարել է հենց Մանվել Գրիգորյանը։ 44-օրյայի ժամանակ հետևում կանաչ վարակույր էին կախում, սափրված կոկիկ հագուստով եթեր էին մտնում։ Ով այդ օրերին թեկուզ մեկ օրով, անգամ կես ժամով Արցախում է եղել, գիտե, իր հագուստը չէր կարող կոկիկ լինել։ Շատ ծանր վիճակ է, եթե շատ ավելի խորքային ենք նայում, կարողանալ մեկ դրոշի շուրջ համախմբել։ Այդ դրոշը միայն Փաշինյանի հեռացումը չի։ Կարծում եմ շատ ավելի կարևոր բաներ կան, որ միավորում են արտաքին վտանգները կասեցնելու, այս ավերը մեր երկրին բերողների դեմ առնելու որոշակի փորձեր, առավելից ճիշտ մեսիջներ այն երկրներին, որոնք խիստ շահագրգիռ են, որ Հայաստան պետությունը լինի, Հայաստանը բանակ ունենա, իսկ կոնկրետ դրանք իրենց շահերից ելնելով մեր երկու հարևաններն են, Ռուսաստանը եւ Իրանը։ Ցածրակարգ մարդկանցով է համալրվել բանակի վերնախավը։ Սուրեն Պապիկյանը ժամանակին դատապարտվել է բանակում ծառայելիս սպային դանակահարելու համար։ Մարդ երբևէ չի կարող բանակի նկատմամբ ակնածանք ունենալ կամ կառավարել այն, եթե սպային դանակահարել է, դրա համար էլ դատվել։ Ամեն անգամ, երբ Սասուն Միքայելյանն այցելում է Եռաբլուր, Սպարապետի գերեզմանին, Սպարապետը երևի մի քանի անգամ գերեզմանում շուռ է գալիս։ Երասխում մեր դիրքերն իրենց տեղում մնացել են, բայց թշնամու դիրքերը մոտ կես կիլոմետրով առաջ են եկել, դա անզեն աչքով նկատելի է։ Հետաքրքրական է, որ այդ ամբողջ գործընթացը մոտ 25-30 կիլոմետր երկայնքով տարածքում է տեղի ունեցել, հասնում է մինչև Արենի։ 30 կիլոմետրը բազմապատկենք կես կիլոմետրով, ստացվում է 15 քառակուսի կիլոմետր է զիջվել Արարատի մարզից։ Սահմանակից ադրբեջանական դիրքերն առաջ են եկել, եւ դա տեսանելի է։ Պաշտպանության նախարարության եւ ԱԱԾ-ի աշխատակիցները Տիգրանաշենի բարձունքներից մեկում այդ տարածքների չափագրում են արել։ Նիկոլը Ալիևին այդ տարածքն էլ է նվիրաբերել։ Այս մարտիկ իրական վտանգ է ներկայացում հայ ժողովրդի համար, ֆիզիկական վտանգ է ներկայացում իրենց գոյությամբ։ Ու եթե Աստվածյանը իրենց հաջողի վերարտադրվել, ապա մեր հետ կկրկնվի այն, ինչ որ տեղ ունեցավ Արցախում։ Եթե 2021 թվականին այս մարտիկ չգային իշխանության, չկարողանային վերարտադրվել, ապա ես համոզված եմ, նույնիսկ այդ վիճակում Արցախը կմնար հայկական։ Իրենց վերարտադրումը 2021 թվականին բերեց Արցախի հայաթափմանը։ Ցավոք սրտի այսօր շատերն են պնդումներ անում, որոնք իրականության հետ որևէ աղերս չունեն։ Բանակի վերնախավը մեծամասամբ հարմարվել է։ Նիկոլը գտել է նրանց սիրաշահելու, զոմբիացնելու եւ հոգուտ իրեն ծառայեցնելու բանաձևը։ Ցավոք նրանք ամեն ինչ անելու են եւ արդեն իսկ անում են, որ բանակը դառնա Հայաստանի իշխանություններին ծառայող օբյեկտ, ոչ թե նույնիսկ սուբյեկտ։ Իսկ դա պետք է կանխել։ Որոշիր, հարգելի քաղաքացի, թե որ երեսն է ճիշտ։